անցած ամսվա ամսի 12-ից վիոլային զանգում ենք։ Ինչ են պատասխանում։ Մենք փորձենք ձեզ մի ձև օգտակար լինենք, մենք չենք կարա զանգեք քաղաքապետարան, ու քաղաքապետը գա, ստեղ զուգարաններն է։ Այս վիճակը, այս մյուսն էլ է այդ վիճակը։ Սա բարի դպրոց է, չէ։ Պետք է դառնա։ Սարքել ենք, մի տարի աշխատեցինք, նորից այս վիճակը, նորից երեխեքին դադար տվեցինք։ Ինքը խմելու ջուր չի, կոյուղի է։ Էսի կոյուղին է, կանոնիզացիոն ջուրն է։ Եկեք, համեցեք։ Լույս չկա ստե։ Այստեղ պետք չի։ Էսի գրիշից է եղել։ Պետք չի կոմս։ Շուշ։ Իսկ քաղաքապետարան դիմել եք։ Քաղաքապետարան դիմել ենք, ասում են վիոլան անհատա, զանգեք ձեր հարցերը վիոլա հետ լուծեք։ Վիոլա զանգում եմ, ասում է քաղաքապետարանը պետք է գա գիծը փոխի, զանգեք քաղաքապետին։ Կոմունալ վարչություն զանգում ենք, ասում են ախպեր, քեզ փորձենք մի ձևով օգտակար լինենք։ Ոլո օգնում են, ինչքանի օր է։ Անցած ամսվա ամսի 12-ից։ Ներքևն է, չէ։ Հա, համեցեք։ Ամսի 14-ից զանգում եմ։ Այն նամակ գրել էլ բան։ Ռեմոնտը կիսատ ամ։ Այս սա ջուր է։ Հա, էլ չեմ ուզգուշ եղեք։ Բայց որտեղից է դուրս տալու։ Տակից, սա շենքերի կոյուղները հենա, որ նայեք, ամբողջությամբ այդ այս տակից դուրս է գալիս։ Այսի երկու անգամ աղջել ենք տվել, որ շատ չբարձրանա ջուրը, մարդկանց բերում ենք, խնդրում ենք, գալու աղջում են, գնում են, երեք գիշերն են աղջել, այսի երեք գիշերվանից հետո է։ Հալաբյան 5 հասը, չէ։ Հա, Հալաբյան 5 հասն է։ Թազը դրած դիքան զարդանել է, ռեմոնտը չեն փոխել։ Ցնցող։ Մարտի 4-ն է, գտնում ենք Երևան քաղաքի Աչափնյակ վարչական շրջանի Հալաբյան 5 հասցեի գործող Ավաքյան Պարի դպրոց, այդպես են ասում։ Ու հիմա այստեղ պիտի երեխաները մշակութային կյանքով ապրեին, պարուսուցի մոտ պարապմունքների գային, սակայն արդեն մոտ 25 օր է, 25 օրից 1 ամիս է, այս ամբողջ տարածքը տիրում է գարշահոտ վիճակ։ Կոյուղատարերից ջուրը դուրս է գալի, լցվում է ամբողջ տարածքը եւ դահլիճը, եւ պայստային հատվածներում, եւ լոգարաններում ու մարդիկ դիմել են վիոլա ջուրը պատասխանել է, որ դա իրենց գործը չի, այս դեպքում համամիտ եմ վիոլայի հետ, որ սա իրոք վիոլա ընկերության գործը չի, պարզապես վիոլան խոստացել է, որ հնարավորության սահմաններում իրենք կօգնեն, դիմել են մարդիկ նաև այդ թվում ծնողները քաղաքապետարան, ասելով, որ ուզում են օր առաջ այս հարցը լուծվի, խնդիրը լուծվի, որպեսզի երեխաները նորից գան պարապմունքի։ Սակայն քաղաքապետարանն էլ մի անհասկանալի պատասխան է տվել, որ հիմա այս ամբողջ տարածքում տեսնում եք, կեղտաջուրը ոնց է դուրս գալիս։ Ու սրա դեպը չգիտեն ով պիտի առնի։ Մի տեսեք ջուրը այսպես, կեղտաջուրը սա գնում է։ Հիմա այստեղից խնդրանքով դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, տեսեք ջուրը։ Տիգրան Ավինյանին ասելով, պարոն Ավինյան, դուք շատ հաճախ ասում եք, որ նաև աշխատանքներ եք տանում, խրախուսում եք, որպեսզի Երևանում բոլոր վարչական շրջաններում մշակութային կյանքը
չմեռնի, ապրի, ծաղկունք ապրի ու հիմա մշակութային օջախում տեսնում եք ինչ հակասանիտարական գարշահոտ վիճակ։ Ցավն այն է, որ այստեղ նաև երեխաներ են պարապում ու թիվը շատ է, ոչ միայն Աչափնակ վարչական շրջանից, ոչ միայն Երևանից, իմ տեղեկություններով նաև մարզերից, Կոտայքի մարզից գալիս են այստեղ պարապմունքներ, բայց հիմա ամբողջ կյանքը կարելի ասել այստեղ կյանքը մեռել է ու խնդրում եմ ձեզ հարգելի քաղաքապետ, որպեսզի միջոցներ ձեռնարկեք օգնեն շատ արագ վերացնեն համ տանիքին հենա տեսեք այստեղից էլ անգամ կաթում է շատ արագ խնդիրը լուծեն որպեսզի նաև շենքի հիմքերի հետ նանիցվում դրան գումարացել գարշահոտ հակասանիտարական վիճակ շուտ բերանց չորացավ բոլոր սենակները մետա, չէ։ Բնակելի շենքն է լա բաներն։ Տեսեք, այստեղ պետք է մարդիկ վերանորոգեին, որ բարի այդ ամբողջ բաները սկսվի նայ։ Այնտեղ նաև տեսնում եմ լիքը գավաթներ, ուրեմն լուրջ մշակույթով են զբաղվել, մարդիկ լուրջ աշխատանքներ են կատարել Հենա տեսնում եք, հենց այնպես չի, մի գավաթ չի, երկու գավաթ չի։ Խնդրում ենք ձեզ, պարոն Ավինյան, որպեսի այստեղ պետք է վերանորոգեիք, չէ։ Վերանորոգման մեջ էինք, ուղղակի ջուրը որ եկավ, ամբողջությամբ հիմա կանգնացել են աշխատանքները, որ հասկանան։ Ստենայ։ Մեկ ամիսա երեքը դպրոց չեն կարողացել։ Գավաթները շահած, հենց այնպես չէ՞լի։ Անդե նաև Գինեսի բանկա չէ, ռեկորդակիրներ։ Այո, ես ինքս ջուրսազնագի երակի ռեկորդակիր եմ ու այդպես աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն։ Այ կեղտա ջուրը։ Մի վարկյան կներեք, մի րոպե կներեք հա հիսա։ Այդտեղ էլա, չէ։ Մեր մոտ աստեղ։ Ստե որդ է։ Էս էլի շենքում, էս մենք էլ առաջի հարկենք, բնականն է լցնում, հա։ Էսի ինչքան վաղ է այս վիճակն է։ Էսի գիշերվանից սենց է։ Բա չեք զանգարե։ 50 անգամ զանգել։ Ու մեկ զանգարե։ Վիոլա եմ զանգել, մեկ ուտինք եմ զանգել, ասում է հայտը գրանցել ենք։ Գիշերվա 4-ից 5-ից զանգում։ Այսինքն էսի ոչ թե մի բարի դպրոց է, այս էլ բնակարանն է։ Բնակարանն է։ Որ բնակարան, 5 շենքի, չէ։ Բնակարանն է, Հալաբյան 5-ի մեկ բնակարանն է սա էլ։ Այս վիճակն է։ Անգամ զանգել, փչողաստուն մասնավորն էլ եկավ, չկարացավ ոչ մի բան անի։ Հայտարարած վիճակը։ Բայց տեղը գտել եք որտեղից է դուրս տալի։ Հա, տրապներից դուրս է գալիս, բաղնիքի տրապից, որ լցված է, հանում լցվա։ Խցանված է, հա։ Որ մեր հաշվին բաց է։ Գծերը փակ է ու դուրս է տալիս տրապներից։ Դեմը չի լինում առնել գիշերվանից ջուր ենք կրում մենք։ Շենքը գնում է, այնտեղ դուրս է գալիս, այնտեղ խցանում կա։ Նախագիծ են արել իբր, որ պետք է սարքի, բայց այդ նախագիծը մի շեմա չի արել։ Ո՞վ պիտի անի ումից է կապ։ Քաղաքապետարանը։ Բա ինչ են ասում քաղաքապետարան։ Ասում նախագիծը կազմել ենք, պետք է տանք հələ մրցույթ Հաստատման, տենդեր, բայց թողերը գոնե հրատապ։ տարիներ է սա։ Առաջներում այդքան չէր։ Անցյալ ամիս էլի խնդիր Հիմա դուք որպես համատիրության ներկայացուցիչ։ կառավարիչն է։ Հա, պատասխանատու, թիվ 1 պատասխանատու, բայց այստեղ ինձ թվում է համատիրության խնդիրը չի։ Ոչ։ Սա պիտի կապիտալնի, հիմնովին փոխվի։ Համատիրության խնդիրը չի, որովհետև համատիրությունը ներքին ցանցն է սպասարկում։ Իսկ սա արտաքին ցանցի Արդեն դրսում է։ ամբողջ կոյուղատար համակարգը խցանված է կեղտաջրերով, կեղտը չորացել է
Եվ ոչ միայն այս շենքը, հարակից շենքերը Մի նույնպես։ քանի շենքեր, հա։ Այո, բոլոր շենքերը այս կողմից գալիս գնում են Լենինգրադյան փողոց։ Այնտեղ միտեղ ինչ-որ խցանում է։ Խցանումը։ Այդ խցանման պատճառով այս ամբողջ շենքերը տուժում են, բոլոր բնակարաններում նկողային։ Իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակա քաղաքապետարան դիմել եք։ Այո։ Ինչ են պատասխանել։ Այսօր էլ եմ գնացել, ասма զանգել են կոյուղին, ասма չգիտենք, միջոցներ չունենք, չեն կարող բացենք։ Կոյուղը պատասխանը։ Կոյուղը ո՞ր կոյուղին, Վիոլա ջուրը։ Վիոլա ջուրը։ Այսօր խնդրել եմ գոնե թաղապետը միջնորդություն ներկայացնի, գոնե քաշեն ջուրը, որոշակի ժամանակ Իսկ դուք նշում եք, որ նաև ինչ-որ մրցույթ է հայտարարված, տենդեր։ Այո, Ինչ մրցույթ եւ ինչն են Ամբողջ կոյուղատար համակարգը այս 3 շենքերի, որ դուրս է գալի Լենինգրադյան փողոց, չի դուրս գալիս։ Հիմա նոր ծրագիր են մտածել, նախագիծ նախաշիվ են կազմել, մրցույթ պետք է հայտարարեն, հետո տենդեր, հետո եւ այլն, գիտեք։ Իսկ դա ինչքան կտևի։ Դա կարող Հա, մի 6 ամիս կտևի։ 6 ամիս է։ Իսկ սա հաճախակի է, արդեն 3-րդ տարին է, այս խնդիրը կա, սակայն ժամանակին գոնել մարիս մաքնում էին։ Այս մի ամիսա ջրմուղ ընդհանրապես հրաժարվում, ասում է դա մեր գործը չի, քաղաքապետարան դիմեք, թաղապետարան դիմեք, թող իրան կազմակերպեն։ Իրանց էլ դիմում եք։ Իրանք էլ դիմում ենք, ասում են գրանցեցինք հայտը, կաղորդենք։ Քաղաքապետարանն ասե, թաղապետարան։ Հա ջրմ։ Քաղաքապետարանն էլ նույն բանն է։ Քաղաքապետարանն ասում։ Նամակել են դրել։ Ջրմուղն ասում մենք չենք կարող բացել։ Դրսի գործը իրանք պիտի անեն։ Հա, ասում չեն կարող։ Սա դրսից է եկավ։ Հա, սա դրսից է գալի, բա։ Հրաժարվում։ Ավակյան պարային ստուդիա։ Նրանք այս կողմն են էլի բնակարանը։ Ունի տասիցա։ Իսկ որ ունի 10 լցնես։ Ունի 10 թափում այն բալամ չի տանում։ Չէ, ումիվարնիկ։ Չի տանում, են էլ չի տանում։ Ումիվարնիկը կտանի։ Չի տանում, լծել ինձ հաճելի է այդքան քաշ տամ։ Բայց ինչ անենք, ունի։ Այլ չգիտեմ ինչ անենք։ Վիոլային 50 անգամ զանգենք, փչող ավտոն մասնավորն էլ եկավ, չկարացավ ոչ մի բան անի։ Հայտարարած վիճակ կա։ Ես հասենք ինչքան անենք, ինքը հա թափում էին, անդերվա ինչ ինչ կատարվում։